Սիրելի հեռուստադիտող բարեկամներ, բոլորիդ ողջունում ենք Տեր Հիսուսի պատվական անունով։ Հայտնությունը եթերում է։ Այսօր մենք պիտի խոսենք լույսի մասին, լույսի առանձնահատկությունների մասին, եւ անշուշտ մեզ համար ամենակարևորը հոգեվոր լույսի մասին պիտի խոսենք։ Բայց նախ եւ առաջ լույսի մասին խոսենք։ Անցյալ անգամ մենք խոսեցինք ջրի մասին, նրա կարևորության մասին, եւ որ առանց ջրի երկրի վրա ընդհանրապես կյանքի գոյությունը անկարելի է։ Այդ նույն ձևով նաև առանց լույսի երկրի վրա որևէ գոյություն չի կարող լինել ոչ մարդկանց, ոչ անասունների եւ ոչ էլ բնության։ Ուրեմն շատ կարևոր է լույսը եւ գիտական բացատրություններ պիտի տրվի։ Անշուշտ կրահեցիք, եթե գիտական բացատրություններ, դա նշանակում է, որ մեր հաղորդման մեջ մասնակցություն պիտի բերի գնել եղբայր Դուրյանը, ով մեզ հետ հիմա կապի մեջ է եւ նա հիմա գտնվում է իր բնակարանում, Քոլորադո նահանգի Indian Hills իր բնակատեղիում է։ Գնել եղբայր, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ, փառք Աստծո, ինձ համար միշտ հաճույք է եւ առանձնաշնորհ քեզի հետ զրույց անել այս կարևոր նյութերի շուրջ եւ մեր հայրենագիտները։ Այո, ձեր ողջունները մեր հայրենակիցներին, խնդրեմ։ Այո, կողջունեմ բոլորն Քրիստոսի անունով եւ կփափակիմ, որ այս կարևոր նյութը միադեղ սերդենք, թե ֆիզիկական աշխարհի մեջ եղած լույսի կարևորությունը եւ թե Աստվածաշնչի մեջ հիշված լույսը մեզի նոր կյանք կբերե։ Նախ սկսենք ֆիզիկական լույսի մասին եւ խոսենք նրա կարևորության մասին գիտական տեսանկյունից, խնդրեմ։ Ուրեմն գիտական տեսակետը բարձ է, ինչպես որ դու ասեցիր, լույսը կյանքի աղբյուրն է։ Մոլորակ երկրի վրա բոլոր փույսերը անհրաժեշտ լույսի պետք ունեն, ուրեմն կյանքը այդպես կսկսի։ Մյուս կողմը լույսը մեզ գլուսավոր է, այսինքն թույլ կտա որ տեսնենք եւ վայելենք եւ խաբարի մեջ չմնանք։ Արալի երկրորդ կարևորն է, իսկ լույսը ուրիշ հատկություն եւս ունի, առատ ինֆորմացիա կբերե մեզի զանազան դեղերից, քիչ վերջ ադրմասին ավելի մանրամասն կանտրտանա։ Ուրեմն շատ բարձ լույսը անհրաժեշտ է մեր կյանքի համար, մեր կյանքի գոյության համար բոլորակ երկրի վրա։ Եվ անշուշտ մեր լույսի աղբյուրը, ֆիզիկական լույսի աղբյուրը արևն է։ Այո, բավական առանձնահատկություններ ունի լույսը եւ խոսենք դրա մասին նույնպես։ Նախ մեկ-երկու խոսք ասենք արևի մասին, որտեղ արևն է մեզի լույս տվողը, որտեղ արևը իր առանձնահատկությունները ունի, հadoop։ Գիտեք, արևը միջակ տասագարքի աստղմն է։ Ոչ շատ երիտասարդ, որ գլա անգայուն, ոչ ալ դարիքոտ, որ գլա կամ գլինի անարժեք, միջակ տասագարքի է, փոքր աստղմն է, բայց զարմանալի կարևոր գեդեր ունի իր մեջ։ Առաջինը իր հերավորությունն է, Ձիրգաթինի գալակտիկայի գետրոնեն, եւ իրեն շուրջ գտնվող աստղերը հերու են, այնպես որ մեր մոլորակ երկրի ուղեծիրը գայուն վիճակի մեջ կմնա, որտեղ ուրիշ աստղեր իրենց ցկողական ուժը չեն գրնալ բանեցնել մեր վրա։ Շատ անհրաժեշտ կետ։ Երկրորդ, արևու հեռավորությունը այնպես է 150 միլիոն կիլոմետր, որ մեզ շատ չդակացնե, ոչ սարեցնե։ Ինչպես մեր նախկին բանի մեջ ասենք, ճուրը հեղուկ վիճակի մեջ կմնա մոլորակ երկրի վրա։ Իսկ երրորդը արևը գայուն աստղմն է, այսինքն փոփոխական չէ։ Ուրեմն գրնակ վստահիլ իր չերմության, իր լույսին կանոնավոր գերբով, նույնիսկ հազարավոր, եթե ոչ միլիոնավոր տարիներ։ Այս երեքը շատ կարևոր է։ Անգե վերջը կսկսենք նայել անշուշտ իր ուրիշ հատկություններ, որ լույսը ունի։ Օրինակի համար առաջինը մենք բոլորս լավ գիտենք, որ լույսը թե մասնիկ է եւ թե ալիք։ Ասոն երկուքը ֆոտոնային եւ ալիքային, այո։ Տարածումը։ Թե մասնիկը շիդագ է,
թե ալիք շնագե, բայց եւ իրարոքով կբերենք պարադոքս կնա, այսինքն չեք կնար համատրել։ Ուրեմն լույսը զույգ հատկություն ունի։ Քիչ վերջ մի տեսնեք Քրիստոս նույն բادگերեք մեր արժեվ գտնե։ Ուրեմն առաջինը այդ պարադոքսն է լույսի։ Երկրորդը լույսը էլեկտրոմագնիսական թաշտի մեկ մասը կգազմի, այսինքն լույսը շատ նեղ մասն է էլեկտրոմագնիսական թաշտին, որ կսկսի ռադիո ալիքներեն եւ կանցնի մինչև ռենտգեն ջարակայքներ կամ գամմա ջարակայքներ, այսինքն շատ մեծ սպեկտրալ աշխում ունի, որն մեկ շատ փոքր մասն է լույսը, որ մենք կրնանք մեր աչքերով տեսնել։ Դա իր երկրորդ հատկությունն է։ Երրորդը լույսը ֆոտոնները կազմված է, եւ ֆոտոնը ամենադառնական մասնիկն է բոլոր դառնական մասնիկներու մեջ։ Էլեկտրոնը, նյուտրոնը, պրոտոնը, այսօր բոլոր կգոչվին էլեմենտար մասնիկներ, որոնց մեջ ամենաէլեմենտարը ֆոտոնն է։ Ուրեմն հավասիկ այս մի քանի գեդերը ցույց կտան մեզի լույսի արժեքը։ Իրականության մեջ կա 7 դարբեր գեդեր, սակայն գուզեմ անոնք փախտadel քիչ վերջը Քրիստոսի կյանքի հետ մեկ առ մեկ։ Ուրեմն հարևանցի երբով այս է լույսի կարևոր հատկությունները։ Եվ նաև լույսը կբերի մեզ ինֆորմացիա, օրինակ համար մենք գիտենք, որ դիեզերքը կա, աստղերը ինչպիսի գազեր է փաղացած են, ինչու, որտեղ լույսի դադանումները եւ ալիքները մեզի թույլ կտան սերդելու դիեզերքի մեջ եղած աստղերու գոյությունը։ Իր մեջ կբառնագի ուրեմն ինֆորմացիա, դերակատվություն կսենք հայերնով։ Այո, այո։ Ուրեմն այսօք շատ կարևոր գեդեր են ֆիզիկական լույսի վերաբերյալ։ Չեք կարծում կարևոր է նշել նաև լույսի տարածման արագությունը, այդ ֆանտաստիկ 300,000 կիլոմետր մեկ վայրկյանում։ Այո։ Եվ ոչ միայն այդ, ոչ թե միայն ֆանտաստիկ արագություն ունի, այլ ամենաարագ եւ ասենք հաստատուն գեդն է լույսին, այսինքն ապգի արագ ոչինչ գոյություն ունի, ուրեմն կնշանակի, որ մի գետ ստանդարտ է լույսը։ Ես մի հաշվարկ էի արել, ուրեմն այստեղից մինչև Հայաստան, Լոս Անջելեսից մոտարապես 12,000 կիլոմետր է, մի փոքր ավելի, եւ եթե գնանք այնտեղ եւ ետ դառնանք, մոտարապես 25,000 կիլոմետր է դառնում։ Ուրեմն եթե լույսի արագությամբ հաշվելու լինենք, լույսը, որ 300,000 կիլոմետր մեկ վայրկյանում է, այստեղից Հայաստան մեկ վայրկյանում կարող է գնալ 12 անգամ եւ ետ դառնալ։ Այո։ Նույնիսկ մենք որ 150 միլիոն կիլոմետր ենք արևից, արևելույսը մեզի 8 րոպեից այդ բոլոր ճամփորդությունը գանցի եւ մեզի կմոտանա 8 րոպե գարնե միայն այդ արագությամբ։ Այո։ Զարմանալի մի բան է եւ ստեղծիչը գիտի թե ինչ է ստեղծել։ Եվ դեղավորել արևը այնպիսի թիրքի մեջ, որբեսի դա մեզի կյանք եւ լուսավորե մեզ։ Այո։ Գնել եղբայր, կարծում ես ժամանակն է, որ անցնենք հոգևոր լույսին եւ Աստծո խոսքով մեզ բերված լույսի մասին խոսենք, թե դեռևս գիտական որևէ ուրիշ բացատրություններ ունեք այս պահին։ Նախ խոսենք Աստվածաշունչեն հիշված լույսի կարևորությունը, հետո երբ որ գանցնենք, որտեղ Քրիստոս ինքնին աշխարհի լույսը նկատեց։ Այո։ Ինչպես ես ասեցի, ուրեմն կնշանակի, որ մի փախտատենք ֆիզիկական լույսի փրուտակրությունը եւ ով է Քրիստոս եւ մի զարմանանք մեր եղած զուգահեռ փախտատությունը։ Լավ, սկսենք այդպես, այո, ճիշտ ասեցիք, Քրիստոս ասաց ես եմ աշխարհի լույսը եւ հետաքրիր է, որ 10 անգամներ իր մասին վկայված է։ 3 անգամ արդեն ինքը վկայեց, Հովանու 8:12-ը մասնավորաբար ասաց ես եմ աշխարհի լույսը եւ 7 անգամներ իր մասին վկայված է, որ ինքն է այդ լույսը, Աստծուց եկած լույսը։ Եվ Աստծո խոսքի մեջ շատ ու շատ համարներ կան այդ բնորոշումը տվող։ Կուզեի նախ սկսել Եսայի մարգարեության 9-րդ գլխից եւ կարդանք մեկ համար, Եսայի մարգարեություն 9-րդ գլուխ 2-րդ համարը։
Խավարի մեջ պտտող ժողովուրդը մեծ լույս տեսավ։ Մահվան ստվերին երկիրը բնակողներուն լույս ծագեցավ։ Ուրեմն խավարի մեջ պտտող ժողովուրդը մեծ լույս տեսավ։ Այդ ինչ լույսի մասին է խոսքը։ Արդյոք Արեգակը կրկնակի լուսավորություն ունեցավ։ Անշուշտ որ այս մարգարեությունը Տեր Հիսուսի մասին է գրված եւ իրականացումը մենք կարդում ենք Մատթեոս 4:15 համարի մեջ։ Խավարի մեջ նստող մարդկանց շուրջ բոլորը լույս ծագեցավ, այսինքն հեթանոս ամբողջ աշխարհին լույսը եկավ աշխարհի։ Այդ լույսը, որ նրանց լուսավորեց, որպեսզի նրանք ճանաչեն, թե ով է Աստված։ Խնդրեմ դուք ավելացեք։ Այո, կրնանք նույնիսկ ավելի առաջ երթալ։ Լույսը ծննդոց առաջին գլուխեն կսկսի, Աստվածը սա լույսը լա ու լույս եղավ։ Այո։ Ծննդոցեն կսկսի, կշարունակի Աստվածաշունչի գրեթե ամեն քրքերու մեջ մինչև հայտնության գիրքը։ 22-րդ գլխուն մեջ կտեսնեք, որ Աստված կամ Քրիստոս անոր փառքի լույսը կդառնա երկնքի մեջ։ Ուրեմն լույսը կսկսի ծննդոցեն, կշարունակի մինչև հայտնություն։ Եվ դուք որ եւ ամենակարևորը անշուշտ այդ լույսը որ մենք կտեսնենք Քրիստոսով կտեսնենք որ հիշված է Եսայի մեջ որպես մարգարեություն եւ հետո Հովաննես Ավետարանի մեջ գրգին ու գրգին Քրիստոսը գոչվի աշխարհի լույսը կսե ես լույս եկա աշխարհ որպեսի խավարի մեջ չփնագի։ Հետաքրքիր է, եթե մարդկանց ասես որ Աստված լույս է, կարծես որևէ իմաստ չունի այս խոսքը, ինչ է նշանակում Աստված լույս է։ Կամ ասենք Աստված սեր է, որևէ հասկանալի բան չէ սա, բայց երբ որ ասում ենք Աստված այնպես սիրեց աշխարհը, մինչև իր միածին որդուն զոհեց, ահա այդ կատարվածը ցույց է տալիս, որ իրապես Աստված սեր է։ Նույն ձևով էլ Քրիստոս այն լույսն է, որ աշխարհ եկավ, որպեսզի մարդիկ խավարի մեջ չնստեն, եւ ամենալավագույն բացատրությունը կարծում եմ Հովանու առաջի գլխի մեջ է տրված։ Կարդանք մի քանի համարներ Հովանու Ավետարան առաջի գլուխ 3-րդ համարից։ Ամեն բան նրանով եղավ եւ առանց նրա բանը չեղավ ինչ որ եղավ։ Սկիզբը խոսվեց, որ սկզբից էր բանը Աստծո մոտ էր, բանը Աստված էր, Քրիստոսը, Աստծո իմացականությունը, լոգոս։ Եվ ամեն բան նրանով եղավ, շատ պարզ է, մեկը եթե ուշադրություն դարձնի, պիտի հասկանա, որ Քրիստոս ինքն է ստեղծիչ Աստվածը, ամեն բան նրանով եղավ, առանց նրա ոչինչ չեղավ, կյանքը նրանով էր և կյանքը մարդկանց լույսն էր և լույսը խավարի մեջ կլուսավորեր և խավարը նրան չճանաչեց, չընդունեցին, եթե ընդունած լինեին, ամբողջ աշխարհում այդ լույսը պիտի տարածվեր եւ իր թագավորությունը պիտի գար։ Բայց նրանք ովքեր որ ընդունեցին, նրանք որդիներ դարձան, նրանք լուսավորթիներ եւ նրանք լուսավորվեցին, ճանաչեցին թե ով է Աստված։ Շարունակում ենք 6-րդ համարից։ Աստծուց ղրկված մարդ մկար, ում անունը Հովանես էր։ Նա վկայության համար եկավ, որպիսի լույսի համար վկա է, մեծատառով է գրված, որպիսի ամենքը նրա միջոցով հավատան։ Ինքը չէր այն լույսը, այսինքն Հովանեսը չէր, հապա եկավ, որպիսի լույսի համար վկա է, Քրիստոսի համար։ Ճշմարիտ լույսը նա է, որ աշխարհ եկող բոլոր մարդկանց կլուսավորե։ Շատ հիանալի բացատրություններ են եւ բոլոր տեղերում էլ լույսը մեծատառով է գրված։ Խնդրեմ շարունակեք, գնել եղբայր։ Ինչպես որ լույսը խավարը կփարադե, նույնպես Քրիստոս որպես աշխարհի լույսը մեր մեղքի խավարը կփարադե։ Եվ ինչպես որ լույսը կյանքի աղբյուրն է, Առաջին Հովաննու 5:13 համարի մեջ գսե ով որ գտնի որդին գտնի կյանքը։ Ուրեմն Քրիստոս որպես աշխարհի լույսը մեզ գլուսավոր է խավարի թեմ եւ մեզ կուտա կյանք։ Երբ որ կհավատանք իրեն, այն ադեն կտեսնենք որ կյանք կունենանք, թե այս աշխարհի վրա, թե հավիտենական կյանք։ Այո։ Հետաքրքիր է, Տեր Հիսուս իրեն շատ տարբեր բնորոշումներ տվեց, ասաց
ես եմ երկնքի դուռը։ Շատ պարզ ձևով էր խոսում մարդկանց հետ, նրանց հասկանալի լեզվով։ Դուռը ինչ նշանակություն ունի, մի տեղից մյուս տեղը մտնել, մի սենյակ մտնել կամ սենյակից դուրս գալ։ Ես եմ դուռը, երկնքի դուռը, այսինքն երկինք մտնելու միակ միջոցը, եւ ասած մեկը հոր մոտ չի կարող գալ, եթե ոչ ինձմով։ Նույն ձևով Տեր Հիսուս իրեն բնորոշեց որպես բարի հովիվ, բարի հովիվը իր կյանքը իր ոչխարների համար կդնի, եւ նա իրականացրեց այդ խոստումը, իր կյանքը իր ոչխարների, իրեն հետևողների համար դրեց, իր հոտի համար դրեց։ Նաեւ Տեր Հիսուս իրեն ներկայացրեց որպես ճշմարիտ որդատունկը, եւ ասաց, եթե մեկը այդ որդատունկի վրա հաստատված չլինի, 4 ճյուղի է նմանում, որ կկտրեն եւ կրակի մեջ կգցեն եւ այդպես կայրվի ու կգնա։ Այս բոլոր բնորոշումները Տեր Հիսուսին տրվեցին 1, 2 կամ 3 անգամ։ Բայց հետաքրիր է լույս հասկացողությունը 10 անգամ եւ 3 անգամ ինքը վկայեց. ես եմ աշխարհի լույսը, ով որ այդ լույսը ունենա, Քրիստոսը ունենա, խավարի մեջ չի պտտելու, այլ խավարի իշխանությունից լույսի թագավորության մեջ պիտի փոխադրվի։ 14 հատկություններ հիշված են, գիտեք Քրիստոսի մասին, դու արդեն հիշեցիր ճամփան, ճշմարտությունը, յանքը, բարի հովիվը, դուռը, բայց հետաքրքրական է, որ լույսը, ինչպես դու ասեցիր, 10 անգամ հիշված է։ Ուրեմն կնշանակի, որ մեծ այդ հատկությունը շատ կարևոր է մեզի համար, դու արդեն բացատրեցիր։ Ես հիմա կուզեմ ցեզի տալ 7 բացատրություններ համեմատել լույսը Քրիստոսի կյանքին հետ։ Եվ մի զարմանակ թե ինչպես ասում կհամեմատի նրան, օրինակի համար, առաջին, մենք ասենք, որ լույսը երկու բնույթ ունի, մասնիկ եւ ալիք։ Այո, այո։ Քրիստոսի մասին գրված է որպես զույգ բնություն, անի ունի երկու էություն, գադարյալ մարդ, գադարյալ Աստծո որդի։ Ասենք յուրաքանչյուրը ճշմարտություն է, երբ որ առուկով կբերենք, պարադոքս կդառնա։ Ինչպես մարդը կլինի Աստված, ինչպես Աստված կլինի մարդ։ Ինչպես որ մասնիկը եւ ալիքը զատ ճշմարտություններ են, բայց երբ որ առուկով կբերենք, գլա ասենք մի երբ պարադոքս որ կոչվի։ Ուրեմն առաջին բացատրությունը ինչի համար Քրիստոս լույս կոչվի, որտեղ թե մարդ է, թե Աստված է, ինչպես որ լույսը թե մասնիկ է, երկու բնություն է։ Առաջին նմանությունը, երկրորդը ամենաէական մասնիկ, ինչպես ասենք, լույսն է, ֆոտոնը, ամենաէական մասնիկներեն մեկն է, գիտեք, ամենաէական մասնիկն է։ Ուրեմն Քրիստոս կդառնա ամենաէական անձը մեր կյանքին համար, այնպես չէ։ Այո։ Երկրորդ բացատրությունը ուրեմն գլա ֆունդամենտալ է, այսինքն ամեն բանի էական հիմքը, ամեն բանի հիմքը Քրիստոսն է։ Այո։ Ինչպես որ ֆոտոն ամեն բանի արմատը կդառնա, ճիշտ նույնպես Քրիստոսի կյանքը կտեսնենք, որ ամեն բանի արմատ է։ Գողոսացիս 1 եւ 15-ին 17-ի մեջ ադիկա հիշված է։ Իսկ ամեն բան իրմով եղավ, առանց իրեն ոչինչ չեղավ։ Այո։ Ուրեմն երկրորդ բացատրությունն է։ Երբ եթե կուզեք կարդանք այդ համարը։ Այո։ Կարդա Գողոսացիս 1 15-ին 17 համարները։ Որ աներևույթ Աստծո պատկերն է բոլոր ստեղծվածների անդրանիկը, այսինքն նոր ստեղծագործության գլուխը։ Վասնզի ամեն բան նրանով ստեղծվեց, ինչ որ երկնքում է եւ ինչ որ երկրի վրա կա, ամեն նրանք որ կերևան եւ նրանք որ չեն երևա, թե աթոռներ, թե տերություններ, թե պետություններ, թե իշխանությունները, բոլոր բաները նրանով եւ նրա համար ստեղծվեցին։ Նա ամեն բանից առաջ էր եւ ամեն բան նրանով հաստատ կկենա։ Հիշեցի առաջին բառը է աներևույթ Աստծո պատկերն է, այո։ Տեսանելի պատկերը, ֆոտոնը աներևույթ էլեկտրոմագնետիկ կամ էլեկտրոմագնիսական թաշտի երևույթն է։ Տեսանելի մասը։ Այո, տեսանելի մասը, որտեղ մենք ռադիոալիքները չենք տեսներ։ Այո։ Ռոնտգեն ջրակայքները չենք տեսներ, բայց լույսը կտեսնենք։ Ուրեմն Քրիստոս աշխարհի լույսը կդառնա աներևույթ Աստծո տեսանելի։ Հավասիկ երկրորդ բացատրությունը։ Երրորդը, ինչպես հիշեցինք, լույսը
ասենք բացարձակ հաստատունն է, այսինքն լույսեն արագ ոչինչ գոյություն ունի։ 300,000 կիլոմետր մեկ վայրկյան, ինչպես հիշեցին։ Ուրեմն Քրիստոս կդառնա ճիշտ մեր չափանիշը։ Անորոշ հիշված է Եփեսացոց Հռոմայացոց 8:25 գերբարանիկ Քրիստոսի բադգերին։ Այո, այո։ Եթե լույսը չափանիշն է ամեն առաքության, Քրիստոսը գճանա չափանիշը մեր նկարագրի։ Գարտոյ Հռոմայացիս 8:29։ Վասնզի նրանց, որ առաջվանից կճանաչեր, առաջվանից սահմանեց իր որդու պատկերին կերպարանակից լինելու, որպեսզի նա անդրանիկը լինի բազմաթիվ եղբայրների մեջ։ Ինչպես լույսը առաքության անդրանիկն է ֆիզիկական աշխարհի մեջ, Այո։ Քրիստոս նմանապես կդառնա անդրանիկը, որ մեր անոր բադգերին նմանինք մեր կյանքի մեջ։ Նոր ստեղծագործության գլուխը եղավ ինքը։ Ասի երրորդ Այո։ բացատրելի, չորրորդը լույսը կյանքի եւ մահվան տարբերությունն է։ Առանց լույսի կյանք չկա։ Առանց լույսի մահ է, այնպես չէ։ Առաջին Հովհաննու 5:12 է ով որ գտնի որդին գտնի կյանքը։ Այո, այո։ Հավասիկ ուրեմն այն համար է որ լույս Քրիստոս լույս կոչվի, որտեղ լույսը կյանքի աղբյուրն է։ Առանց Քրիստոսի մենք կյանք չունենք։ Դերևս հիմա ոմանք ասեն, որ մենք Քրիստոսին չունենք, բայց լավ էլ կյանք ունենք, բավական երկար էլ ապրում ենք եւ շատեր էլ մինչեւ 100 տարեկանի հասել են։ Անշուշտ կյանք ասածը մենք ի նկատի ունենք հավիտենական կյանք։ Այս կյանքը մեր ծնողների միջոցով մենք ունեցանք, եթե գիտակցենք, որ Աստված տվեց այս կյանքը եւ թե ինչի համար տվեց, դա ամենալավագույնը կլինի, որ իրեն ճանաչենք, ստեղծիչին ճանաչենք։ Բայց ով որ որդուն ունի, հավիտենական կյանք ունի։ Ով որ որդուն չունի, կյանք չունի, այլ դատապարտության տակ է։ Քրիստոսը ես եկա որ կյանք ունենակ եւ ավելի կյանք, ուրեմն կյանքը այո աշխարհեն կսկսի։ Երբ որ մենք Քրիստոս կընդունենք մեր անձնական բրգիչը, հավիտենականության սկիզբը կդրվի։ Այո, այստեղն արդեն կսկսի։ Մեր կյանքը կփարելավի եւ շատ ավելի գուրջանա, որտեղ մենք կունենանք ոչ թե բարձ կյանք, այս աշխարհի վրա ավելի կյանք։ Աստծո հետ ապրած կյանքը լավագույնն է անշուշտ որ։ Այո։ Ուրեմն գադիգլա 4-րդ, 5-րդը գլա ֆոտոնը, այսինքն լույսը, կամ ասենք էլեկտրոմագնիսական ջարակայքները բոլոր դիեզերքը լեցուցած են։ Մենք միայն մեկ մասը կտեսնենք մեր աչքերով։ Եթե մենք կարողանանք զգայուն աչքեր ունենալ, որ կարողանանք տեսնել ռադիո ալիքները, կամ անտրմանիշակույնը, կամ ռենտգենյան ջարակայքները, կամ գաման, քիշերը խավար պիտի չլիներ, ամբողջ լույս պիտի լար դիեզերքը։ Հասկանալի է։ Այսինքն էլեկտրոմագնիսական ֆոտոնները, որ թե ռադիոյեն կսկսին, ռադիոալիքներեն եւ գերտան մինչեւ գամա ջարակայքներ, այս ֆոտոնները բոլոր դիեզերքը կամբողջացնեն։ Քրիստոսի համար ալգսվի եւ պրայցված 1:3-ի մեջ կսե իր խոսքով հաստատ կբահե աշխարհը։ Այսինքն Քրիստոս Աստված Քրիստոսով կլեցնի ամբողջ դիեզերքը։ Իր քոյությունը ամեն ուրեք է, ոչ թե միայն այս աշխարհի վրա։ Համարը կարդանք։ Նա, այսինքն Քրիստոս, իր Աստծո փառքի լույսն է եւ իր էության բուն պատկերը։ Նա իր զորության խոսքով ամեն բան կբռնե։ Այսինքն ամբողջ դիեզերքը Աստծո խոսքով է պահպանված։ Աստված է, որ այս ներդաշնակության մեջ դրել է ամբողջ դիեզերքը։ Եվ ճիշտ ինչպես որ ֆոտոնը ամբողջ այս դիեզերքը գլեցնե։ Այո։ Ամբողջացնե։ Մի երբ կանենք բացատրել Քրիստոսան նմանապես մեր հոգևոր կյանքի մեջ բոլոր թե ֆիզիկական աշխարհը, թե հոգևոր աշխարհը գլեցնե։ Ուրեմն ալիգլա 5-րդ նմանությունը։ Նույնիսկ արաբան կորցկարակելոց 17-րդ գլխում 17-րդ գլխում 28-րդ համարը գսե իր մով կյանք ունիկ, իր մով գշարժիկ եւ իր մով կոյություն։ Օգոսարակել եւ որ կարոզե բանի Աթենքում, այո։ Վասնզի նրանով կապրենք
Նրանով կշարժվենք եւ կանք, ինչպես ձեր բանաստեղծներն մեկն էլ Էփիմենդեսն էր այս բանաստեղծը Կրետեից, մեկ քանիսներն ալասին, քանզի մենք անոր ցեղեն ենք, ուստի Աստծո ցեղից լինելով պետք չէ այնպես համարենք, թե աստվածությունը նման է ոսկու կամ արծաթի կամ քարի, որ մարդու վարտապետությունով ու խելքով քանդակված է։ Մենք Աստծո ցեղից ենք։ Բոլոր նրանք, ովքեր որ Քրիստոսին ընդունում են, որդեգրվում են եւ դառնում են Աստծո ցեղից։ Աղբասիկ։ Ուրեմն ադի գլա 5-րդ նմանությունը։ 6-րդը գլա ինֆորմացիա, ինչպես ասեցի լույսը հսկա քանակությամբ կամ բանը էլեկտրոմագնիսական ջրակայթարցակումը ինֆորմացիան այդ է, էլեկտրոմագնիսական ջրակայթարցակում։ Լույսը մեզի ինֆորմացիա գբերե դիեզերքեն։ Հովանու առաջին գլուխը մեգեն 5 համարները որ գարտացի, սե սկիզբեն էր բանը, ինչ է բանը, խոսք է, communication, հարաբերություն, ինֆորմացիա, ուրեմն Աստծո ինֆորմացիան մենք կտեսնենք Քրիստոսի մեջ։ Ճիշտ ինչպես որ լույսը մեզի գուտա ամեն տեսակ ինֆորմացիա, Քրիստոս Աստծո դեղեկատվությունը կբերե մեզի երբ գերբարանի աներևույթ Աստծո գերբարանքով։ Ուրեմն ինֆորմացիայի աղբյուրը կդառնա Քրիստոս, որպես լույս, ինչպես լույսը ինֆորմացիայի աղբյուր է, Քրիստոս ինֆորմացիայի աղբյուր է։ Գրեցնեք նմանությունը։ Հենց առաջի գլխի, Հովանու առաջի գլխի 18 համարը ճիշտ կարծես այս ձեր բացատրության վրա է գրված։ Մեկը երբեք Աստծուն տեսած չէ, բայց միածին որդին, որ հործոցն է, նա պատմեց։ Հիսուս եկավ որպեսզի Մալադիեց։ Մալադիեց, բրավո։ Շեշտը ծրիր, 18-րդ համարը շատ ուժեղ է։ Հիսուս եկավ որպեսզի մեզ ներկայացնի Աստծուն եւ ներկայացրեց որպես սիրո հայր եւ ասաց, երբ որ աղոտ կանեք, այս ձևով դիմեք, հայր մեր, այսինքն Աստված, այո, տիեզերքի ամբողջ անհուն այս մոլորակների ստեղծիչն է, բայց միաժամանակ նաև սիրո հայր է։ Նրան որ մոտենում եք, որպես հայր մոտեցեք, ինքը ձեզ սիրում է, ինքը ձեզ համար հոգում է։ Ուրեմն ադի գլա 6-րդը։ Այո։ Քրիստոս ինֆորմացիա, Աստծո դեղեկատվությունը։ 7-րդը գլա, ինչպես որ լույսը էլեկտրոմագնիսական թաշտի մեկ ամենաչնչին մասնիկն է, որովհետև եթե առնենք ռադիոալիքները, որոնք կիլոմետրով են, առնենք գամա ջրակայթարցակումը, որ 0.12 մետր է, ուրեմն 24 տասնյակներու տարածք ունի, լույսը չնչին ջերք մնե այդ հսկա գիտության մեջ։ Ճիշտ ինչպես Պողոս Արաքյալ գսե, առաջին Կորինթացիս 13-12 հիմա գսե աղոտ գերբով ինչպես հայելի մեջ կտեսնենք, որպեսզի թեմարտեն բիտ տեսնենք։ Ուրեմն Քրիստոս մեկ փոքր բադուհանն է, որ մենք պիտի անցնենք եւ տեսնենք այդ հսկա փաշխումը, որ Աստված մեզ համար պատրաստած է։ Կարդանք այդ համարը։ Առաջի Կորինթացիս 13-ի 9-10-ը։ Այո, 12 այդ համարներն են։ Այո, նախինը վասնզի շատեն քիչը այո գիտենք եւ շատեն քիչը կմարգարյանանք, բայց երբ որ կատարյալը գա, այդ կատարյալ գիտությունը Քրիստոսը երբ որ գա, այն ատեն շատեն քիչը պիտի խափանվի։ Քանզի հիմա մենք որպես թե հայելու մեջ կտեսնենք անհայտ կերպով, բայց այն ժամանակ երես առ երես։ Տեսա ուրեմն Քրիստոս որպես մարդ մեկ փոքր պատկերը կներկայացներ, բայց որպես Աստծո որդի մեր աչքերը պիտի բանա եւ ինչ որ մենք հիմա քիչով միան կտեսնենք, օրը պիտի գիտնանք վիթխարի գերբով։ Այո, այո։ Ուրեմն լույսը այդ անորամար Քրիստոս կոչված է աշխարհի լույսը կպատրաստե մեզ, որպեսզի քիչով երբ որ կսկսենք շատ պիտի տեսնենք ժամանակի ընթացքին։ Ահա վասիկ այդ 7 գետերը, ուրեմն Քրիստոսի երկու բնությունները, լույսի երկու բնությունները, ֆոտոնը որպես էլեմենտար ամենադարրական մասնիկ եւ Քրիստոս ամենադարրական էակը կդառնա,
հաստատուն մարմին, այսինքն մեր չափանիշը գտարնա, որ գերբարանենք իրեն, ամբողջ դիեզեր կգլեցնի իր ներկայությունով, մեզի ինֆորմացիա կբերե եւ մենք փոքր մեր ներկայիս ինչ որ մենք ահոտ գերբով կտեսնենք, օրը մի տեսնենք ինչպես որ էլեկտրոմագնիսական փաշխումը մեծ տարածք ունի, մի տեսնենք այնպիսի բաներ, որ այսօր մեզի համար նույնիսկ երևգայել կարելի չէ։ Ադրամար կարծեմ լավ համար մը գա անի մեջ Եսայի 64:4 կսե աչք չէ դեսեր, ագանջ չէ լսեր, որ Աստված ինչ պատրաստած է իրեն ներուն համար, եթե գուզես այդ համարը գարտալ, Եսայի 64:4 Քանզի սկզբեն ի վեր չլսվեցավ ու ական չլսեց եւ աչք չտեսավ քեզ մեզ զատ ուրիշ Աստվածը, որ իրեն հուսացողներին այսպիսի բաներ ընե։ Եվ հետաքրքիր է Պողոս առաքյալ այս նույնը Կորինթացիներին գրված առաջին նամակի 2-րդ գլխի 9 համարի մեջ է բերում։ Աչք չի տեսած, ական չի լսված, բայց Աստված իրեն հուսացողների համար պատրաստեց։ Եվ Քրիստոս այս ամբողջ այս բոլոր համարին ամբողջացումն է մի կերպ։ Այո։ Ուրեմն այդ է գուզե այդ 7 թե ֆիզիկական աշխարհի ֆիզիկական լույսի հատկությունները բացատրել, եւ թե միաժամանակ համատրել թե Քրիստոսի կյանքը ինչպես այդ յուրաքանչյուր հատկությունները կներկայացնի իր կյանքի մեջ։ Այո։ Այսինքն էական նյութ է, այո։ Այո։ Թերևս ոմանք մտածեն, որ լավ լույսի մասին խոսում եք, լույսի աշխարհի մեջ ենք ապրում, 21-րդ դարն է, տեսեք գիտությունը որքան է առաջացել, այսօր տեղ կա որ մութ լինի, ամեն տեղերը լուսավորված են, անգամ Աֆրիկան առաջընթաց ունի, դուք գնացեք քաղաքները տեսեք, լույսերի մեջ փայլում են, բայց ըստ Աստվածաշնչի, ըստ Աստծո խոսքի եթե բնութագրելու լինենք, կարող ենք ասել, որ աշխարհը խավարի եւ մթության մեջ է։ Թեև այո, այս ֆիզիկական լույսը կա, լուսավորում է եւ ամենտեղ շատ պայծառ է լուսավորում, բայց մարդկանց մտքերը եւ սրտի աչքերը փակված են։ Որտեւ Աստծո խոսքն է դա վկայում եւ մենք դա մեզանից չենք հնարում։ Առաջին Կորինթացիներին, ներողություն, երկրորդ Կորինթացիներին գրված նամակի 4 գլխի 6 համարը հետեւյալն է ասում։ Այո։ Վասնզի Աստված, որ հրաման արավ խավարեն լույս ծագի, ինքը մեր սրտերի մեջ ծագեցավ Աստծո փառքի գիտության լույսը տալու համար Հիսուս Քրիստոսի անձով։ Հետևաբար, եթե Հիսուս Քրիստոսի անձով Աստծո փառքի գիտության լույսը մեկի մեջ եկած չէ, նա նշանակում է խավարի մեջ է։ Այո։ Որտեվ գրված է, այս աշխարհի իշխանը Սատանան անհավատների մտքերը կուրացրեց, որպեսզի Քրիստոսի ավետանի փառքի լույսը նրանց սրտերի մեջ չծագի, որ է իր պատկերը։ Ուրեմն Սատանան մոլորեցրել է մարդկանց։ Գարտամ Հովաննու 3:19 եւ Տատաստանը այս Այո, ճիշտ է։ Իսկ որ լույսի եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարն ավելի սիրեցին, քան լույսը, որովհետեւ իրենց գործերը չար էին։ Ճիշտ է։ Որովհետև ով չարիք է գործում, ադում է լույսը եւ չի գալիս դեպի լույսը, որովհետեւ նրա գործերը իր երեսովը չդան։ Իսկ ով կատարում է այն, ինչ որ ճշմարիտ է, գալիս է դեպի լույսը, որովհետեւ նրա գործերը հայտնի լինեն, թե Աստծով կատարվեցին։ Այո, շատ ճիշտ է։ Ուրեմն դատապարտությունը ոչ թե այս կամ այն կատարած մեղքի համար է, անշուշտ ամեն մարդ իր կյանքի համար Տիրոջ առջև պատասխան պիտի տա, թե ինչպես ապրեց։ Միակ դատապարտությունը, որ նաև կոչվում է Աստծո եւ Սուրբ Հոգու դեմ եղած հայություն, դա Քրիստոսը մերժելն է։ Աստծո լույսը, իմացականությունը, բանն Աստծո մարմին դառավ եւ աշխարհ եկավ, որպեսզի մենք Աստված ճանաչողություն ունենանք։ Հին աշխարհի մեջ Աստված ճանաչողությունը իրենց ունեցած կուրքերն էր, որպես աստվածներ իրենց համար եւ բազմաթիվ աստվածներ կային, բայց որևէ մեկը չէր խոսում, որևէ մեկը չէր լսում դրանցից, չէին տեսնում, կուրքեր էին, որոնք եթե փայտ էին, այրվեցին, եթե քար էին, կոտրվեցին եւ գնացին։
Բայց Քրիստոս եկավ եւ լույսը բերեց, որպեսզի մենք խավարի մեջ չմնանք, մեր մտքերը սրտերը լուսավորվեցին, որ մենք ճանաչենք ինչ է կյանքի նպատակը, ինչի համար մենք այս աշխարհ եկանք, ուր ենք եւ ուր պիտի գնանք, որ դրախտը եւ դժոխքը իրական վայրեր են, որ սրա հետ խաղալ չի լինի, մատների արանքով չնայենք, մենք չասենք, որ մենք շատ լավն ենք, մենք անպայման դրախտ պիտի գնանք։ Հիսուս ասաց, ես եմ միակ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը, մեկը հոր մոտ չի գա, եթե ոչ ինձանով։ Եթե մենք տեսնենք լույսի կարևորությունը, եթե Քրիստոս իսկապես աշխարհի լույսն է, եւ մարդ կմերժե Քրիստոսը, կմերժե լույսը, կփնագի խավարի մեջ եւ ճունի կյանք։ Այո։ Այս ամփոփումը։ Անհամար Քրիստոսի համար 10 անգամ հիշված է որպես աշխարհի լույսը։ Ոչ մեկ, ոչ երկու, ոչ երեք, այլ 10 անգամ։ Այդ է կարևորությունը։ Ուրեմն վերջո մենք բոլորս պետք է նայենք Սաղմոս 139 20-րդ համարին, որ Սաղմոս 2-ն գսե քնեզի սով Աստված եւ դեստե չար բամ ճամպագա իմեջից եւ զիս տեպի կյանք առաջնորդ է։ Գարտա 139-23-ը, եթե կարող ես։ Այո, բացեցի։ Փորձի զիսով Աստված ու գիտցիր իմ սիրտս, զիս քննե ու գիտցիր իմ մտածումներս, ու նայե թե արդյոք չար ճամփու մեջ եմ եւ զիս դեպի հավիտենական ճամփան առաջնորդ է։ Առանց լույսի Այո։ անգարելի է տեսնել ճամփան։ Ուրեմն եթե Աստված լույս է, Քրիստոս Աստծո լույսն է, ուրեմն անիկա պիտի քննե մեր սրտերը, պիտի գիտնա ինչ ճամփու մեջ ենք, եւ եթե մենք հոժար ենք իրեն արժև գալ եւ խոնարհիլ, մեզի նոր ուղղություն կտա մեր կյանքի մեջ։ Մեր ճամփուն լույս եւ մեր ոտի ջրակ կդառնա, ինչպես Սաղմոս 119-ի մեջ հիշված է։ Այո, այո։ Լոգոս այդ խոսքը մեր ոտքերին ճրակ եւ մեր շավիղներին լույս է, որպեսզի մեզ առաջնորդի Տիրոջ ճանապարհների մեջ եւ այդ ճանապարհը դեպի երկինք է գնում։ Մնացած բոլոր ճանապարհները զարթուղի ճանապարհներ են եւ ներկայացված է որպես լայն ճանապարհ, որով շատեր գնում են եւ ցավոք սրտի դրա վերջավորությունը դժոխքն է եւ ծծումբով այրված կրակի լիճը։ Ոստի Աստված իր խոսքի միջոցով հորդորում է, խնդրում է, եւ մենք էլ Տիրոջ կողմից դեսպանություն ենք անում, ասելով որ սիրելիներ, լույսին եկեք, Քրիստոսին եկեք։ Եվ Աստծո խոսքը ասում է. դու որ քնած ես, կանգնի մեռելներից, եւ Քրիստոս քեզ լույս պիտի տա։ Թեև շատ աշխուժ ես կյանքի մեջ, ամեն բանի էլ հասել ես եւ շատ էլ հաջողություններ ունես, բայց Աստված ներկայացնում է, որ դու մեռած վիճակի մեջ ես, որովհետև Քրիստոս է, որ թե կյանք է տալիս, թե լույս է տալիս, թե հավիտենականություն է բերում։ Միայն ինքը, ուրիշ ոչ մեկը։ Շատ հոգևոր առաջնորդներ եկել են ու գնացել են, բայց նրանք որևէ մի օգուտ չեն բերել։ Միակ մեկը, որ եկավ, երկնքից եկավ, Հիսուս Քրիստոս, մարդացյալ Աստված, օծյալ փրկիչը։ Մենք սիրելներ, մեղավոր ծնունդ ունենք, մեղավոր բնությունը մեր մեջ կրում ենք, հետևաբար փրկչի պետքություն ունենք։ Միլիոններ ծախսես, քու մեղքերից չես կարող ազատագրվել։ Այո, դատաններ եթե գնաս եւ շատ դրամներ ծախսես, ասենք իրավաբանների վարձես, հնարավոր է որ քեզ այդ մեղքերից ազատեն, սակայն Աստծո առջև միայն կյանքը տալու միջոցով առանց արյուն թափվելու մեղքերի թողություն չկա եւ Քրիստոս այդ աշխարհի սկզբից առաջ մորթված գառնուկը եղավ, որի արյունը թափեց համայն մարդկության համար եւ ով որ նրան հավատա, նրա բոլոր մեղքերը պիտի ջնջվեն չհիշելու պայմանով եւ նա հավիտենականության ժառանգորդ պիտի դառնա Աստծո որդի կոչվելով։ Եթե ժամանակ ունեք փոքր օրինակ մտամ։ Այո, ունենք ժամանակ, խնդրեմ, գնել եղբայր։ Ասի C.S. Lewis-ը հետաքրական հացադրություն մուգուտա այս ուղղությամբ։ Այո։ Գիտեք, խավարը մեզի քուն գուտա եւ գորուստ կդա։ Երևակայեցեք, որ զնդանի մեջ ես, խավար։ Այո։ Եվ անհույս, հանգարց մեկ ջեղկեմը, զնդանի մեկ ջեղկեմը լույսի շոմը գուկա այդ զնդանին մեջ։
Հիմա դու 3 բան ունես։ Կանդեսես, կարևոր չէ քեզ համար, որը հիմարություն է, որտեղ դու գուզես ածնանից դուրս գա։ Երկրորդ կերպը այդ լույսը գտիրես եւ կփաստադրես ինչ քեղեցիկ է այդ լույսի շողին մեջ փոշիները ինչպես կվարվին եւ այլն, այսինքն Քրիստոսի մասին կմտածես որպես լույս եւ կսես ինչ լավ բան է Քրիստոս։ Ադալ բավարար չէ։ Դու ինչ կնես, ամիջապես կմտնես այդ լույսի շողին մեջ։ Այո։ Որբեսի տեսնես այդ լույսի աղբյուրը ուրգի ու կա, որբեսի դու կարենաս դուրս գալ զնդանից։ Կտեսնես տարբերությունը։ Շատ մեծ տարբերություն է, այո։ Ուրեմն դու երբ որ Քրիստոսը կընդունիս կամ որպես լույս իր մեջ կմտնես կամ թույլ կտաս որ քո մեջ բնակի, այն ադեն կտեսնես հավիտենականությունը, այն ադեն կտեսնես Աստծո թեմքը, այն ադեն կտեսնես ճշմարտությունը։ Հերվանց դիդելը եւ ասել որ Հիսուս հրաշալի մարգարե է, լավ լույս է, կարևոր է, բայց բավարար չէ։ Բավարարությունը երբ որ դու այդ լույսը գյուրացնես։ Շատ ճիշտ է, այո։ Սա նշանակում է ամեն մարդու կողմից ակնկալվում է քայլ անել։ Այսինքն միայն գիտություն ունենալ, շատերին գիտենք, որ Աստծո խոսքը կարդում են, բայց էական փոփոխություն իրենց կյանքի մեջ չի եկած, որովհետև այդ կարդալը միայն նպաստում է որոշակի հոգևոր գիտելիքներ ձեռք բերելուն։ Սակայն մեկը հնարավոր է, որ շատ քիչ բան գիտի, սակայն իր սրտի դուռը Տիրոջ առջև բացում է։ Եվ գրված է, որ Հիսուս մեր սրտի դռան առջև կանգնած թակում է։ Ով որ այդ դուռը բացի, ասում է, ես եւ Հայրը պիտի գանք եւ ընթրիք պիտի անենք։ Այսինքն այդ սրտի մեջ բնակություն պիտի ունենանք։ Սա նշանակում է այդ անձնավորությունը դառնում է տաճար Սուրբ Հոգու։ Եվ ով որ Սուրբ Հոգին հավատքով ընդունեց, այդ նույն Քրիստոսի հոգին է, այն հոգին, որ Քրիստոսին մեռելներից հարուցանեց, նույն ձևով այդ հոգին բոլոր ունեցողներին հավիտենական կյանք պիտի տա, հարություն պիտի տա։ Եվ շատ բնական է, նրանք ովքեր որ այդ հոգին չունեն, նրանց համար էլ հարություն կա, սակայն այդ հարությունը դատաստանի համար է։ Եվ ցավալի է, եւ ահավոր է, եւ սարսափելի է դա։ Հաճախ այսպես որ խոսում ենք, ոմանք ասում են, գիտեք, դա վախ եւ ահ է բերում մարդկանց։ Մեզ համար կարևոր է, որ դրա արդյունքում մարդիկ Քրիստոսին գան։ Եթե մենք այսօր միայն լավ ականջ շոյող խոսքեր խոսենք, որպեսզի մարդիկ դրանով ուրախանան միայն, սակայն փրկությունը չգտնեն, ինչ օգուտ դրանից։ Սակայն պետք է ամբողջ ճշմարտություն ասենք։ Քրիստոս փրկիչ է, կամ նրան կընդունես հավիտենական կյանք կունենաս, կամ նրան մերժելով դժոխք կգնաս։ Որ մեկն ես ընտրում սիրելիս։ Եկեք ցրական գերբով վերջացնենք։ Այո։ Չին Հովաննու առաջին գլուխ 5-րդ համարեն սկսյալ։ Եվ այս է այն պատկամը, որ լսեցինք նրանից եւ պատմում ենք ձեզ։ Աստված լույս է, եւ նրա մեջ խավար չկա, բոլորովին չկա։ Եթե ասենք թե հաղորդության մեջ ենք նրա հետ, բայց քայլենք խավարի մեջ, սդում ենք եւ ճշմարտությունը չենք կատարում։ Իսկ եթե լույսի մեջ ենք քայլում, ինչպես որ ինքն է լույսի մեջ, հաղորդության մեջ ենք լինում միմյանց հետ եւ նրա որդու Հիսուսի արյունը մաքրում է մեզ ամեն մեղքից։ Այսա ապոփումն է։ Ամեն, հիանալի։ Այո, հիանալի համաներ։ Աստված լույս է եւ ով որ լույսի մեջ քայլի, խավարի մեջ չի մնալու եւ այդ ժամանակ Հիսուս Քրիստոսի արյունը մեզ բոլոր մեղքերից պիտի սրբի։ Մենք դատապարտությունից պիտի ազատվենք։ Եվ ո՞րն է դատապարտությունը։ Դատապարտությունը Քրիստոսը մերժելն է։ Եվ կարծում եմ, որ մեր հայրենակիցները բավարար խոհեմություն ունեն, որպեսզի այս քայլ անեն։ Եվ Սուրբ Հոգին նրանց օգնական պիտի լինի, ով որ ցանկանա։ Սա մարդուց է կախված։ Աստված իր կողմից ամեն բան արեց եւ փրկությունը ամբողջացրեց եւ սպասում է, որ մարդիկ այդ փրկությունը ընդունեն հավատքով։ Սիրելիս, որևէ բան պետք չէ որ անես փրկվելու համար։ Հավատալ է պետք, ճշմարիտ հավատք, փրկարար հավատք, ոչ թե հավատանք, որ Աստված կա, դա բավարար չէ։ Դևերն էլ են հավատում, որ Աստված կա, բայց չեն հնազանդվում։ Բայց հնազանդվենք խոսքին, Քրիստոսին ընդունենք որպես մեր Տերը եւ մեր Փրկիչը։ Խնդրեմ գնել եղբայր մի քանի րոպե ժամանակ ունենք,
Դուք այսօրվա նյութը ամփոփեցեք եւ խնդրեմ ձեր աղոթքով ավարտենք այսօրվա մեր հաղորդումը։ Շատ բարի, լույսը ինչպես տեսանք, շատ էական վիճակ մնե մեզի համար, կյանք կբերե, մեզ խավարեն գազադե, մեր աչքերը գլուսավորե եւ մեզ հաղորդակցության մեջ կտնե։ Այս է լույսի բնութագրությունը։ Անոր համար է որ Քրիստոս կոչվի աշխարհի լույսը, որտեղ անիկա մեզի համար կբերե գլուսավորե մեզ խավարեն դուրս կբերե, մեր մեղքերը ցույց կտա մեզի եւ չմեղադրեր մեզ, այլ իր սիրով կհրավիրե մեզ, որ մենք այդ լույսը ընդունենք եւ այդ լույսին մեջ քալենք, այսինքն Քրիստոսի ներկայության մեջ մնանք, ինչպես Աստված լույս է, Քրիստոս Աստծո լույսն է, մենք allein adin գլուսավորվենք, երբ մենք մեզ գտնենք իր ներկայության մեջ։ Շատ բարձ հավատքով եւ որ ընդունենք Քրիստոս որպես մեր անձնական լույսը, մեր անձնական փրկիչը, այն adin կունենանք կյանք եւ ավելի կյանք։ Այս է ամփոփումը եւ անհրաժեշտությունը լույսի։ Գնել եղբայր ձեր աղոթքով վերջացնենք այսօրվա մեր այս զրույցը, խնդրեմ։ Եղավ ամենայն սիրով։ Եկնավոր Հայր, խորին շնորհակալությամբ կմոտանանք քեզի, որ դու ստեղծած ես լույսը, մեզի տված ես ֆիզիկական կյանք, լուսավորած ես մեր աչքեր, որ վայելենք բնությունը, դիեզերքը, այսինչ հրաշալի բարգև է, որ դու կբարգևես կամ ուդաս մեզ։ Եվ ինչ որ զարմանալի է, դեր դու ավելի նրած ես։ Մեզ լուսավորած ես մեր հոգևոր կյանքի մեջ, եկած ես այս աշխարհ, Գրգած ես քո միածին որդիդ որպես աշխարհի լույսը, որպեսզի մենք խավարի մեջ ման չգանք։ Այո, Տեր։ Իմ աղոթքս այն է դեր որ բոլոր հայրենակիցները, որ այս նյութը կսերդեն եւ մտիկ կնեն, իմանան, որ իրենք ալ կարող են նույն բանը անել իրենց կյանքին մեջ։ Իրենց կյանքը բանալ Աստծո առաջ, իրենց մեղքերը խոստովանել եւ թույլ տալ, որ Քրիստոսի կյանքը անոր մահը եւ անոր հարությունը անոր արյունը մեզ փրկի ամեն մեղքի։ Ամեն։ Ամեն։ Քրիստոսի անունով այս ամենը կխնդրենք։ Ամեն։ Աստված օրհնի, սիրելի եղբայր, շնորհակալ ենք, որ ձեր ժամանակը տրամադրեցիք, որպեսզի այս զրույցը ունենանք եւ մեր սիրելի հեռուստադիտողները լսեն այն։ Բաժանվենք մեր հեռուստադիտողներից։ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հոր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը ձեզանից ամեն մեկի հետ լինի, ամեն։ Ամեն։ Im Yechpa
որ մահը բարդվի Աստծո բանակներն ու մաղթելով աշխարհին Մենք երգում ենք ու ցնծում որ մահը բարդվի Էմանուել Աստծո բանակն սա Էմանուել Մենք պաշտում ենք նրան Էմանուել Նա է մեր Մեսիան Էմանուել 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 Աստված Աստված Սուրբ Հիսուսն է աշխարհ եկեն պաշտենք մենք նրան Նա է մեր զորագլուխը օրհնենք մենք նրան Սուրբ Հիսուսն է աշխարհ եկեն պաշտենք մենք նրան Նա է մեր զորագլուխը օրհնենք մենք նրան Էմանուել Աստծո բանակն է սա